մեր զենքի զինամթերքի էական պաշար անկորավ, ոչնչացվեց, անցավ Ադրբեջանին 20 թվականի պատերազմից հետո։ Պարչի, որ մենք պետքա ոչ թե նախորդ ընթացիկ տարիների կատարած ծախսի հետ համեմատենք մեր տվյալ տարվա, նախորդ տարվա ռազմական բյուջեն, այլ պետք է հասկանանք այն կորցրածը լրացնելու համար համարժեք ինչքան միջոցներ պետք է գնենք։ Համեմատեք ինչքան են կորցրել, համեմատեք ինչքան է կազմում ռազմական բյուջեն։ Ոչ թե համեմատեք նրա հետ 2005 թվականին ինչքան է ծախսվել, որովհետև 2005 թվականին ծախսվել է ավելացնելով 2004, 2003, 2002-ի վրա, մեծացել է, քայլել քարը ամելացել է, այստեղ զրոյական կետից ենք սկսում։ Հիմա սուսուր նայում է զենքը, որ գնել ենք, հնդկական, իրանական, ֆրանսիական, ռուսական, առանձին կարող է իրանց դասի մեջ լավագույնն են։ Բայց պատահական չի, չէ՞, ՆԱՏՕ-ի ստանդարտ, Վարշավյան համաձայնագրի ստանդարտ, վստահ եմ ինչ-որ մի հատ ստանդարտ էլի ինչ-որ միտեղ կլինի մի պաշտպանական համակարգի։ Արդյոք այդ զենքերը, որոնք գնվել են, իրանք ամբողջական պատկերի մեջ են գրվել։ Արդյոք այդ զենքերը հնարավորություն են տալիս զենքերի բազմազանությունը, մատակարարման հարցերը լուծել, փոխարինելիության հարցը լուծել, համատեղելիության հարցը լուծել։ Բանակի կառավարումը իրոք բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե հետքի վերջի հոդվածը, որ զենքը կա, զինամթերքը չկա, ինչի զինամթերքը որ կա, զենքը չկա, թե խաղաղ պայմաններում կորուստների հարցը։ Դա նշանակում է, որ պետք է առերեսվեք ճշմարտության հետ եւ լուրջ վերաբերվեք բանակին եւ մեր անվտանգությանը։ Խաղաղությունը պարտադրվում է, բարի կամքով երկու երկիր իրար հետ խաղաղություն չեն կնքում, կամ մի կողմն է պարտադրում, կամ էլ ուժերի հավասարակշռություն է տեղի ունենում եւ որևէ մեկը չի ցանկանում այդ խաղաղությունը խախտել։